Տիկին Վարդապետյան, մենք հանձնաժողովի շուրջ շատ հարցեր տվեցինք, պատասխաներ, այդ ընթացքում նաև երկու մասով տարածուցիչ տեղեկություն եկավ, որը կարծում եմ հետագայում արդեն գրավոր ընթացակարգով մի քիչ ճշգրտումներ կկատարենք, որտեղ այնտեղ շատ հարցեր կա, բայց այս պահին հրատապ մեկ հարց ունեմ եւ հետո կշարունակի մյուս հարցերից, եթե հնարավոր լինի։ Դուք ականատես եղել եք 3 ազգային ժողովի դահլիճում տեղի ունեցածին, որպես Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ, կխնդրեի ձեր նախնական իրավական գնահատականը Նիկոլ Փաշինյանի ցուցաբերած վարքին, արտահայտություններին եւ հաշվի առնելով քրեական օրենսգրքի մի շարք հոդվածները, ինչպիսին ատելություն, բռնություն, անհանդուրժողականություն քարոզելն է պայմանավորված քաղաքական տարաձայնությամբ, խնդրեի, որպեսզի այս մասով ձեր նորից եմ ասում նախնական իրավական դիրքորոշումը, որտեղ քաղաքական գնահատականները կտանք մենք։ Երկրորդ հարցը խնդրեի, որպեսզի թեև հանձնաժողովում էլ այս հարցը քննարկվեց, բայց քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի ներքո կա արդյոք քրեական վարույթներ հարուցված թե ոչ, խոսքը վերաբերում է ցեղասպանության ուրացմանը, կարճ ձևակերպումով էլ, եւ երրորդ հարցը այնուամենայնիվ խոշտանգումների մասով ունենք մենք տեղեկատվություն, կարող ենք ունենալ տեղեկատվություն, թե այս հարուցված վարույթների շրջանակում, այդ թվում նաև ավարտված քրեական գործերով, որոնք փոխանցվել են դատարան, ոստիկանության հատուկ ստորաբաժանումների ներկայացուցիչներ կան, թե չկան։ Ձեր վերջին հարցից սկսեմ, պարոն Մինասյան, մենք քննարկման Գլխադասային հանձնաժողովում քննարկման արդյունքներով ձեզ ուղարկել ենք գրավոր ձեր հայցված տեղեկատվությունը, նաև բանավոր կվերահաստատեմ, որ այն ինչ պայմանավորվել ենք ատելության խոսքի հետ կապված ուսումնասիրության առումով, մինչ աշուն դատախազությունը կիրականացնի եւ կհանրայնացնի։ Խոշտանգումների հետ կապված նշեմ, որ 450 հոդվածի հատկանիշներով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 24 թվականի ընթացքում 1 գործ 3 անձի վերաբերյալ, իսկ 441 հոդվածի երկրորդ մասի առաջին կետի հատկանիշներով 7 գործ 7 անձի վերաբերյալ։ Նշված գործերից երկուսը վերաբերում են ձեր կողմից նշված հատուկ ստորաբաժանման ծառայակիցներին։ Վարույթները, եթե չեմ սխալվում, բոլորն էլ դռնբաց են եւ գտնվում են դատական քննության փուլում։ Ես նաեւ խնդրել էի, որպեսզի այս կարճ ժամանակահատվածում վերջին 10 տարիների ընթացքում խոշտանգումների վերաբերյալ դատական ակտերը վերհանեն, օրենսդրական փոփոխությունների հիմք ընդունելով, հետևյալն է պատկերը, որ կայացվել է 4 դատական ակտ, որոնց հիման վրա տարբեր ժամկետներով ազատազրկման են դատապարտվել 5 անձինք, նշված դատական ակտերից 2-ը 3 անձի վերաբերյալ մտել են օրինական ուժի մեջ, իսկ 2-ը 2 անձի վերաբերյալ գտնվում են վերաքննիչ բողոքարկման փուլում։ Գոնե այս թվաբանությունից տեսանելի է, որ վերջին տարիներին խոշտանգումների նկատմամբ ուշադրությունը հատկապես ակնառու է եւ դատարան ուղարկված վարույթների քանակն է ավելացել 136 հոդվածի հետ կապված վերջին 10 տարվա ընթացքում վարույթներ չկար ըստ ինֆորմացիոն կենտրոնի տվյալների, կարծես, ինչ վերաբերում է ձեր կողմից բարձրացված առաջին հարցին, ես մի քանի անգամ այդ հարցին այսօր պատասխանելու հնարավորություն ունեցա նույն կերպ ձեզ արձագանքելու, որ մենք քաղաքական գնահատական կամ նախնական իրավական դիրքորոշում չենք տալիս։